Կարմիր տափակ ворքինը ընդգրկված է հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման մեջ L43 կոդի ներքո, L43.0 դա կարմիր տափակ ворքինի հիպերտրոֆիկ գերաճական ձևերն են, L43.1-ը կարմիր տափակ ворքինի բշտային ձևը հազվադեպ հանդիպող, L43.2-ը դեղորայքից առաջացած ворքինանման ռեակցիաներն են, L43.3-ը կարմիր տափակ ենթասուր ворքինն է կամ արևադարձային տափակ ворքինը, L43.8 կոդի ներքո ընդգրկված են մնացած բոլոր տարատեսակները կարմիր տափակ ворքինի եւ L43.9-ը կարմիր տափակ ворքինի չճշտված ձևերը։ Հիվանդությունը կարող է հանդիպել ցանկացած տարիքային խմբում, սակայն երեխաների դեպքում այն չափազանց հազվադեպ է հանդիպում, արական իգական սեռի մոտ գրեթե էական տարբերություններ չկան հիվանդության տարածվածության տեսանկյունից, հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես առանց բարդությունների, այնպես էլ բարդություններով եւ առավել հաճախ հանդիպող բարդություններից է գլխի մազածած հատվածի ախտահարումների ժամանակ առաջացած սպիական փոփոխությունները, հազվադեպ կարմիր տափակ ворքինի էրոզիվ ձևերը կարող են փոխակերպվել տափակ բջջային քաղցկեղի, իսկ բերանի խոռոչի եւ երբեմն կերակրափողի ախտահարումները կարող են բերել դիսֆագիայի զարգացման։ Հիվանդությանը փուլայնություն բնորոշ չէ։ Բժշկական օգնության եւ սպասարկման տեսանկյունից հիվանդությունը կարող է բուժվել ինչպես արտահիվանդանոցային պայմաններում թեթև ձևերը, ցերեկային ստացիոնարի, այնպես էլ գիշերային ստացիոնարի պայմաններում ծանր ձևերի դեպքում։ Բժշկական օգնությունը կարող է իրականացվել պլանային, այնպես էլ շտապ կարգով, հաշվի առնելով ծանր, սուր, արագ զարգացող ձևերը։ Հիվանդությունը բուժվում է մաշկաբանական ստացիոնարի պայմաններում մաշկավեներաբանի կողմից։ Հիմնական ախտանիշներն են մաշկի կողմից դա քոր, հաճախակի, տանջալից բնույթի, երբեմն շատ արտահայտված, ինչի արդյունքում մաշկի վրա առաջանում են բազմաթիվ էքսկորիացիաներ, մաշկի գծային վնասումներ, հիվանդությանը բնորոշ է տիպիկ տեղակայում, ծալիչ մակերեսների շրջանում, վերջույթների ծալիչ մակերեսների շրջանում, կարող է ախտահարվել մաշկը գոտկատեղի շրջանում, սրունքների, կոպերի, գլխի մազածած հատվածում, բնորոշ է նաև եղունգների ախտահարում, եղունգները ախտահարվում են գծային, այդպես երկայնական ակոսների տեսքով, կարմիր տափակ ворքինի ժամանակ հնարավոր է լորձաթաղանթի ախտահարում, որն ուղեկցվում է ցավի, քորի զգացողությամբ, երբեմն մեծ խոշոր հանգուցիկների եւ այդ հանգուցիկների խոցոտման հետևանքով ցավը կարող է այնքան արտահայտված լինել, որ խանգարել կլման ակտին։ Բերանի խոռոչ, շրթունքներ, կարմիր տափակ երիս, լորձաթաղանթների տեսանկյունից եւ իհարկե սեռական օրգանների լորձաթաղանթները նույնպես ընդգրկված է լինում։ Հիվանդության սկիզբը սովորաբար սուր է լինում, արագ զարգանում է մարմնի մի ինչ-որ հատվածում եւ արագորեն տարածվում ընդգրկելով այլ մակերեսներ, կարող է նաև աստիճանաբար ընթացք ունենալ, առաջանալ մարմնի մի ինչ-որ հատվածում եւ ընթացիկ որոշակի գրգռիչների ազդեցության տակ ընդգրկվեն նաև այլ մակերեսներ։ Օրինակ, ինֆեկցիոն հիվանդություն կրելուց հետո հիվանդությունը կարող է սրվել եւ ընդգրկվել նոր տեղամասեր կամ ինչ-որ դեղորայքի օգտագործման ժամանակ կարող է հիվանդությունը ակտիվանալ եւ ընդգրկել այլ տեղամասեր։ Զննման դեպքում ինչ ենք տեսնում, փոքր, սովորաբար մինչև 1 սանտիմետր 10 մմ տրամագծով բազմանկյուն պոլիգոնալ, տափակ, հարթ, փայլուն, հստակ սահմանագծված հանգուցիկներ, որոնց կենտրոնում կարող ենք նկատել պորտանման ներանկում, կարող են այս հանգուցիկները նաև միավորվել, միաձուլվել, առաջացնելով խոշոր վահանիկներ։ Երբեմն վահանիկների վրա մենք կարող ենք նկատել հաստ թեփուկներ, որոնք բնորոշ են ուրեմն գերաճական ձևերին, կարող ենք նկատել նաև գերգունակավորված օջախներ, որը բնորոշ է կարմիր տափակ ворքինի գունակային ձևին։ Թեփոտումը թույլ արտահայտված է, անգամ եթե մենք տեսնում ենք կեղևներ, հաստ թեփուկներ, նրանք ամուր ամրացած են մաշկին եւ ոչ այնքան հեշտությամբ են անջատվում։ Հանգուցիկները որևիցե ճարպով, յուղով օծելու դեպքում մենք կարող ենք մի փոքր խոշորացման դեպքում մենք կարող ենք նկատել այսպես կոչված Վիգխեմի կամ Վիգխեմի ցանցը, շատ յուրահատուկ գծավորվածություն, որը պայմանավորված է վերնամաշկի, հատիկավոր շերտի, անհավասարաչափ գերաճի, անհավասարաչափ գրանուլոզի հետևանքով։ Վիգխեմի ցանցը շատ հստակ երևում է դերմատոսկոպով զննելու ժամանակ եւ դա մենք շատ հաճախ օգտագործում ենք որպես գործիքային մեթոդ հիվանդությունը ախտորոշելու, հստակ ախտորոշելու համար։ Հիվանդությանը բնորոշ է Կեբների իզոմորֆ ռեակցիան, մաշկի ակտիվ փուլերում ախտահարումից դուրս մաշկի վնասումը կարող է բերել տվյալ հիվանդությանը բնորոշ ցանավորման առաջացման։
որոնք են հոսպիտալացման ցուցումները։ Արտահիվանդանոցային պայմաններում բուժման անարդյունավետությունը։ Եթե մենք հիվանդին նշանակում ենք բուժում, 1 ամսվա ընթացքում չենք ունենում ցանկալի երևույթներ, քորի ընկճում եւ ցանավորման նվազում, ապա հիվանդին պետք է առաջարկել բուժումը շարունակել հիվանդանոցային պայմաններում։ Հիվանդանոցային պայմաններում նաև առաջարկում ենք բուժում իրականացնել մաշկի եւ լորձաթաղանթի տարածուն եւ ծանր ախտահարումների ժամանակ, հիպերտրոֆիկ ձևերի դեպքում բշտային եւ էրոզիվ խոցային ցանավորումների ժամանակ, ինչպես նաև տարածուն վարակային բարդությունների զարգացման դեպքում։ Բուժման ընթացքում չբարդացած ձևերի դեպքում մենք ունենք անհրաժեշտություն մաշկավեներաբանի խորհրդատվության, բարդացած ձևերի ժամանակ ակնաբուժի, էնդոկրինոլոգի, գինեկոլոգի, երբեմն նաև առաջանում է անհրաժեշտություն գաստրոենտերոլոգների խորհրդատվության, որոնք են այն անհրաժեշտ հետազոտությունները, որոնք իրականացվում են կարմիր տափակ ворքինով հիվանդների բուժումը սկսելու եւ ախտորոշումը հաստատելու համար, պարտադիր իրականացվում է արյան ընդհանուր քննություն, իրականացվում է ընդհանուր բիոքիմիական քննություն, մեզի ընդհանուր քննություն, հիվանդությունը ախտորոշելու, հստակ ախտորոշելու համար կարող ենք օգտագործել դերմատոսկոպիկ մեթոդը վիքխեմի ցանցը տեսնելու եւ հիվանդությունը ախտորոշելու համար, ինչպես նաեւ որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, հատկապես այն դեպքում, երբ կարիք կա ընդհանուր օգտագործման դեղամիջոցների օգտագործման։ Բուժումը պայմանավորված է հիվանդության փուլով, տարածվածությամբ, պացիենտի տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով կամ ուղեկցող խնդիրներով։ Բուժման համար օգտագործվում են տեղային գլյուկոկորտիկոստերոիդներ, տեղային կոմբինացված գլյուկոկորտիկոստերոիդներ, տեղային հակաբիոտիկներ, ընդհանուր օգտագործման գլյուկոկորտիկոստերոիդներ, ընդհանուր օգտագործման հակաբիոտիկներ, հակամալարիային պրեպարատներ, հակահիստամինային պրեպարատներ, ընդհանուր օգտագործման ռետինոիդներ եւ իմուն ընկճիչ պրեպարատներ։ Տեղային կորտիկոստերոիդների օգտագործման համար գոյություն ունեն հետևյալ սկզբունքներ, որոնք կիրառվում են նաև կարմիր տափակ ворքինի բուժման ժամանակ։ Քսուկներն օգտագործում ենք չոր, հաստ թեփոկներով մակերեսների վրա, նրբաքսուկները օգտագործում ենք ծալքերի ախտահարման դեպքում, կեղևազուրկ մակերեսներին, ինչպես նաև լորձաթաղանթների վրա։ Լոսյոնները անհրաժեշտ է օգտագործել մազածած հատվածի ախտահարումները ճնշելու համար։ Կիրառման տևողությունը եւ հաճախականությունը պայմանավորված է ազդող նյութի ակտիվությամբ։ Տեղային կոմբինացված գլյուկոկորտիկոստերոիդները օգտագործվում են հետևյալ սկզբունքներից ելնելով, հակաբիոտիկների հետ զուգորդումը օգտագործում են, եթե գործ ունենք երկրորդային բակտերիալ ինֆեկցիան հետ, հակասնկային միջոցների հետ զուգորդումը օգտագործում ենք, եթե գործ ունենք սնկային ինչ-որ բարդությունների զարգացման հետ, հակավիրուսային պրեպարատների հետ զուգորդումը օգտագործում է երկրորդային վիրուսային ինֆեկցիաների ժամանակ, ինչպես նաև սալիցիլաթթվով պատրաստուկները, կորտիկոստերոիդների եւ սալիցիլաթթուների զուգորդումները օգտագործում ենք բոլոր այն դեպքերում, երբ ունենք հաստ կեղևներ եւ ունենք անհրաժեշտություն այդ կեղևները կեղևազրկելու եւ հեռացնելու։ Տեղային հակաբիոտիկները, առանձին տեղային հակաբիոտիկներ կօգտագործենք այն դեպքում, երբ որ ունենք մինչև 20% մաշկի մակերևույթի երկրորդային ինֆեկցիոն եւ կա անհրաժեշտություն ինֆեկցիոն process-ը ճնշելու համար, ինչպես նաև երեխաների դեպքում, եթե ունենք երկրորդային ինֆեկցիոն process-ի, փորձում ենք սահմանափակվել միայն տեղային հակաբիոտիկների օգտագործմամբ։ Ընդհանուր օգտագործման գլյուկոկորտիկոստերոիդների օգտագործումը ցուցված է տարածուն ձևերի ժամանակ, տարածուն ախտահարումների, լորձաթաղանթների ախտահարման ժամանակ, երբ որ տեղային գլյուկոկորտիկոստերոիդների օգտագործումը սահմանափակված է, ուժգին չճնշվող քորի դեպքում եւ տեղային բուժման նկատմամբ կայունության ժամանակ։ Ընդհանուր հակաբիոտիկներ օգտագործում ենք տարածուն բակտերիալ ախտահարումների դեպքում, ինչպես նաև արյան ընդհանուր քննության մեջ արտահայտված լեյկոցիտոզի առկայության ժամանակ, որը նույնպես խոսում է բակտերիալ ինչ-որ գործընթացի զարգացման մասին։ Հակամալարիային պրեպարատներից քլորոքինն ու հիդրոքսիքլորոքինը օգտագործվում են որպես իմուն համակարգը ընկճող պրեպարատներ, նրանց այլ կերպ անվանում են այսպես կոչված մեղմ կորտիկոստերոիդներ, բնական նրանք չունեն կորտիկոստերոիդային ծագում կառուցվածք, բայց բավականին լավ աշխատում են բոլոր այն դեպքերում, երբ կա անհրաժեշտություն իմուն համակարգը ընկճելու, սակայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն եւ որոշ դեպքերում ունեն մենք վատ տանելիություն, ինչը սահմանափակում է պրեպարատների օգտագործումը։ Հակահիստամինային պրեպարատները օգտագործում ենք բոլոր այն դեպքերում, երբ ունենք արտահայտված քոր, սակայն այդ քորը չի ճնշվում միայն տեղային գլյուկոկորտիկոստերոիդների օգտագործման, կիրառման դադարում ենք հակահիստամինային դեղամիջոցներ կիրառել, եթե 14 օր
դեղամիջոցն օգտագործելու դեպքում մենք չենք ունեցել բավարար արդյունավետություն քորի ճնշման տեսանկյունից, սակայն եթե ունենք լավ արդյունավետություն, թույլատրված է պրեպարատի երկարատև օգտագործում։ Ընդհանուր օգտագործման ռետինոիդներ։ Խոսքը գնում է ացետրեծին պրեպարատի մասին, երկրորդ սերնդի ռետինոիդի մասին, արդյունավետ է հատկապես գերաճական դեպքերում, գերաճական ուրեմն ախտարումների ժամանակ, չի կարելի կիրառել, եթե պլանավորվում է հղիություն, ընդ որում դեղամիջոցի օգտագործման դադարեցնելուց առնվազն 6-ից 2 տարի հղիություն չի կարելի պլանավորել, անհրաժեշտ է պարտադիր անհրաժեշտ է զուգորդել խոնավացնող ուրեմն դեղամիջոցների հետ, տևողությունը պրեպարատի կիրառման պայմանավորված է արդյունավետությամբ դեղի օգտագործման, ինչպես նաև արյան ուրեմն քննության ժամանակ, արյան բիոքիմիական քննության ժամանակ առկա շեղումների լինել կամ չլինելով։ Ելի Հայաստանի Հանրապետությունում գրանցված չէ այս պրեպարատը։ Իմուն ընկճիչներից ցուցված է կարմիր տափակ ворքինի տարածուն ձևերի ժամանակ օգտագործել ցիկլոսպորին պրեպարատը, որը ասենք արդյունավետ է տարածուն ձևերի դեպքում, սակայն ունի բազմաթիվ սահմանափակումներ, սիրտանոթային համակարգի, հատկապես սրտի վրա նրա ազդեցությունը, սրտի ռիթմի խանգարումներ առաջացնելու, որոշակի տարիքային սահմանափակումներ, պացիենտների կողմից վատ տանելիությունը նույնպես սահմանափակում է այս պրեպարատի օգտագործման համար, Հայաստանի Հանրապետությունում այն գրանցված չէ։ Բուժական այլ միջամտություններ, որոնք կիրառվում են կարմիր տափակ ворքինի բուժման ժամանակ, դա իհարկե UVB եւ UVA թերապիան է, ցանկալի է UVA թերապիան օգտագործել ուրեմն մաշկի արևի նկատմամբ զգայունությունը բարձրացնելուց հետո, այսինքն օգտագործել պսորալեն կամ նման տիպի պրեպարատներ, այսինքն պուվա թերապիա իրականացնել, իսկ UVB թերապիան կարելի է օգտագործել առանց խթանիչների, դա միջին ալիքային լայնաշերտ UVB թերապիան է եւ միջին ալիքային նեղշերտային UVB թերապիան է, երկուսն էլ բավականին արդյունավետ օգտագործվում են կարմիր տափակ ворքինի տարբեր ձևերի բուժման համար։